անցկացվում է 44 օրյա պատերազմում զոհված մեր դպրոցի սան Հայկազ Մկրտչյանի անվան 5-րդ հուշամրցաշար։ Տեղեկացնեմ, որ սա ավանդական է դարձել և մրցաշարին մասնակցում են բարձրակարգ շախմատիստներ, մեծ թվով առաջին կարգայիններ, ինչպես նաև տարբեր Հայաստան մրցաշարերում Հայաստանի չեմպիոններ դարձած մասնակիցներ, Հայկազ Մկրտչյանի ընկերները, ովքեր որ ժամանակին պարապել են Հայկազ Մկրտչյանի հետ նույն դպրոցում կողք կողքի և բոլորը շախմատիստներ են, ընդ որում պրոֆեսիոնալ։ Այստեղ նաև մասնակցություն ունենք Եվրոպայի չեմպիոնուհի ուսանողական մարզական խաղերի ծրագրով Մայրան Խաչատրյանն է մասնակցում, որը որ Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարերին է մասնակցել, կազմը բավականին ուժեղ կազմ է, ասեմ նաև, որ մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար, ֆիզկուլտ ինստիտուտի դոցենտ, դասախոս պարոն Երվանդ Հակոբյանը, հեսա պարոն Հակոբյանը կներկայացնի ձեզ մրցակարգը և պայմանները, բոլորիդ մաղթում եմ հաջողություն, մրցաշարում խաղարկվում են գավաթներ, մեդալներ, բոլորիդ մաղթում եմ հաջողություն, հաղթանակներ։ Բարև ձեզ երեխաներ, ուղղացելով Հայկազ Մկրտչյանի հիշատակին, զարգացնել շախմատը երիտասարդների շրջանում, նպաստել հայրենասիրական դաստիարակությանը և մարզական ակտիվությանը։ Մրցավայրը և ժամկետները նոյեմբերի 2-ին 2025 թվականի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց ՕԱԿ-ում։ Մասնակիցները կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, անկախ տարիքից և սեռից, մրցակարգը և պայմանները։ Խաղերը անցկացվելու են 9 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով։ Յուրաքանչյուրին տրվում է 3 րոպե, գումարած 2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար սկսած առաջինից։ Հավասար միավորների դեպքում տեղերը բաշխվում են ըստ հատված ուղղգործ լրացուցիչ գործակցի։ Արգելադրումը նաև կայանալու է տարիքային խմբերով, մինչև 14 տարեկանը, 10, 12, 14 և դրանից բարձր արդեն աղջիկներ, տղաներ, առաջին, երկրորդ, երրորդ։ Այնպես որ փոքրիկներ եմ տեսնում, ձեզնից բոյով մեծ խաղացողներ կան, տարիքով ոչ մեկ չընկճվի, սա հուշամրցաշարը հենց ամբողջ էությունը կայանում է նրանում, որ մենք սրանով հարգանքի տուրք ենք մատուցում մեր Հայկազին։ Ես ձեզ ասեմ, որ Հայկազը նպատակասրահ շախմատիստ է եղել, լավ մարդ, լավ տղա և նաև հերոս է, որը որ պետք է փոխանցվի ձեզ, այս փոքրիկները պետք է դաս վերցնեն դրանից, ոգևորվեն, դառնան հայրենասեր տղաներ, Հայկազի նման հերոսներ։ Որ Հայկազ Մկրտչյանը եղել է մեր դպրոցի սանը, 6 տարեկանից հաճախել է դպրոց, եղել է շատ նպատակասլաց, շատ խելացի աշակերտ, բազմիցս միջազգային մրցաշարերի է մասնակցել, հանրապետական երևանյան փուլերին հաղթող է դարձել և այսօր Հայկազը մեր հետ չի, բայց նրա հիշատակը մենք վառ ենք պահելու և ամեն տարի այս օրը անց է կացվելու Հայկազ Մկրտչյանի հուշամրցաշարը, այստեղ կա մրցաշարին մասնակցել են
6 տարեկանից մինչև 18 եւ բարձր երեխաներ մասնակցել են Հայկազգ Մկրտչյանի ընկերներով, ովքեր որ նրա հետ միասին պարապել են այս դպրոցում, շախմատ իրար հետ խաղացել են եւ այս փոքրիկները այսօր պայքարում են մեր հին նախկին աշակերտների հետ, ովքեր որ դուք երևի չգիտեք երեխաներ, բայց նրանք էլ նախկինում այսօր ձեր հետ խաղում են, բոլորը տարբեր տարիքային խմբերում Հայաստանի չեմպիոններ են դարձել, Երևանի մասնակցել են միջազգային խոշոր մրցաշարերի, աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, շատ ուժեղ մրցաշարեր, բավականին ուժեղ կազմ են հավաքել, նման մրցաշարեր, ասեմ, որ դաժե շախմատիկան ակադեմիայի մրցաշարերում չի, այդ հզոր կազմը մոտ 25-ից ավել ուժեղ միջազգային եւ ազգային ռեյտինգներով բավականին լուրջ շախմատիստներ են։ Բոլորս հարգում սիրում ենք Հայկազին ու կհիշենք մինչև կյանքներիս վերջ, այս փոքրիկներն էլ թող այսպես տեսնեն, սա հայրենասիրությունն է սերմանում, սա այս հերոսի կոչումը, որ նաեւ շախմատ խելացի, շախմատիստները ավելի ուժեղ գեներալներ են դառնում։ Ես գիտեմ դեպք կա եղել, երբ որ Հայկազը մաթեմատիկական հաշվարկներով ինքը այդ մինամյոտնի հրետանու վրա եղել ու ինքը կարողացել է իր գծագրերով նոր ինչ-որ մեթոդիկա ստանա եւ խոցի թշնամուն։ Դրա համար ինքը նաեւ շախմատը օգնել է դրան, երեխաներ ջան։ Ես սիրով խոսքը փոխանցեմ միջազգային կարգի մրցավար Ֆիզկուլտ ինստիտուտի դոցենտ, դասախոս պարոն Երվանդ Հակոբյանին։ Մրցաշարը իրոք անցավ շատ հետաքրքիր, անզիջում, բարձր մակարդակով, ամփոփենք արդյունքները, սկսենք կրտսեր տարիքային խմբից։ Մինչև 8 տարեկանների տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Լևոն Մովսիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Պետունցը, ութ տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Աննա Նավասարդյանը։ Մինչև 10 տարեկան տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Այվազյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Մանգասարյանը։ Մինչև 10 տարեկան տարիքային խմբում հաղթող է դարձել Դավիթ Սարգսյանը։ Մինչև 12 տարեկան տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Սարգսյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Վաչե Պողոսյանը։ Մինչև 12 տարեկան տարիքային խմբում հաղթող է դարձել Միքայել Բալդերյանը։ Ասեմ, որ Միքայել Բալդերյանը Հայկազգ Մկրտչյանի բարեկամն է, ինքը ամեն անգամ անցնելուց ասում է, նայեք իմ բարեկամն է, Հայկազգ, ապրես, բարեկամն է։
Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Սուրեն Կարապետյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Դավիթ Սուքիասյանը։ Տարեկանների տարիքային խմբում հաղթող է դարձել Գոր Քոսյանը։ Մրցաշարի ընդհանուր երրորդ տեղը զբաղեցրել է աղջիկների պայքարում Լուսյաննա Գյոզալյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիամ Բաբայանը։ Մրցաշարի արդյունքներով տղաների երրորդ տեղը զբաղեցրել է Անդրի Հայրապետյանը։ Մերսի ոսկորքի անդում ասեմ, ես մեկ չեմպիոն պետք է, Անդրին ասեմ, տաղանդավոր տղա է, շատ։ Ես վերջին մրցաշարերը բոլորը հաղթել է, շախմատի կողմ, արագ շախմատները, հետո Հայաստանի չեմպիոն է եղել, արագ շախմատի։ Անդրի ջան, յուս անգամ այդ գավաթի չկարել, եղավ, ես վերջում կասեմ ինչի համար։ Երկրորդ տեղում է Հայկ Սիմոնյանը։ Աշխարհի ամենաուժեղ երեխեն է, շատ։ Ամբողջ դպրոցի իր հետևից տանում է, այ քեզ լավ հաջողություններ։ Պերվի լիգա պետք է խաղալ, առաջին լիգա Հայաստանի տեսնենք, քեզ հաջողություններ, Հայկ ջան։ Նորից և 10 տարեկանների պայքարում մենք առանձնացրել էինք երկրորդ, երրորդ տեղ ենք ավելացրել նորից, էլի։ Լրացուցիչ։ Երրորդ տեղն է, հասա։ Հենրի Ավակյան։ Մեր հավաքականի կազմը, մցել Հենրին, ես ձեզ ասեմ, մեդալ շուրարի, սենց, վերջը խաղում են հաղթել, հա։ Մեր հավաքական ասեմ 15.5 հաշվով հաղթել է Նորք Մարաշի թիմին, դուք եւի տեսաք փոխանցիկ գավաթը մեր մոտ է, ոնց որ չեմպիոնների լիգան է, հենց էլ կա քաղաքի գավաթ եւ մենք այս հրաշք երեխեքի շնորհիվ բոլորին հաղթել ենք, խոշոր հաշիվներով։ Վերջի անգամ 15.5 այդ կես միավորը մեր երեխեքից մեկը պատ արեց։ Պիտի 16-0 լիներ, էլի, ապրեք, ես նոր հաջողություն Մինչև 10 տարեկանների մեջ երկրորդ տեղ Հրայր Ավակյան։ Եվ վերջապես մրցաշարի բացարձակ հաղթողներին ես ձեզ ասեմ, որ առաջին տեղը նորից Հայկաս Մկրտչյանի բարեկամ Գագիկ Նավոյան։ Շնորհավորում եմ, շատ ապրեք։ Հիշատակը վարպայեք ամեն տարի գալու եք տարակ, ես վերջին չեմ հորանակ ճամփում եք, ամեն ինչը։ Եվ ներկայացնեմ աղջիկների չեմպիոնին, որտեղ ես ձեզ ասեմ Ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողուի, ինչպես նաև Եվրոպայի առաջնության չեմպիոն
ուսանողական մարզական խաղերի գծով Մայրամ Խաչատրյան։